Մայիսի 4-ին ժամը 11:45-ին 11 ճգնաժամային կառավարման կենտրոն Կոտայքի ստացել է ահազանգ, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխան կորել է, հավանական վարկած կա, որ քանի որ տունը մոտ է գետին, հնարավոր է, որ գետում լինի։ Անմիջապես Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները մեկնել են դեպքի վայր եւ այդ պահից մինչ այժմ իրականացնում ենք որոնողական աշխատանքներ։ Ներկա պահին, ինչպես տեսնում եք, ինտենսիվ ձևով իրականացում է որոնողական աշխատանքները, շուրջ 250 փրկարար ծառայողներ են ներգրավված որոնողական աշխատանքներին։ Այդ 250 փրկարար ծառայողների մեջ կան եւ ջրասուզակներ, եւ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարար ծառայողներ, ընդհանուր որոնողական աշխատանքները եւ իրականացնում ենք եւ բնակավայրում եւ ընդհանուր Մարմարիկ գետի երկայնքով եւ աղբյուրակի ջրամբարում։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ոչ մի արդյունքի չենք հասել, ոչ մի հետք չունենք, այսպես ասած, թե հագուստի, թե ինչ որ իր չենք հայտնաբերել, որոշակի հատվածներում գետի ցանցեր ենք տեղադրել, որպեսզի ինչ որ մի բան կարողանանք հայտնաբերել։ Իրականում բոլորս ցավ ենք ապրում եւ բոլոր վարկածները առաջ քաշված ստուգվում են թե ոստիկանության ծառայողների կողմից, թե մեր կողմից, մինչև երեխային գտնենք, մենք պետք է այդ որոնողական աշխատանքները շարունակենք։ Մինչև չգտնենք, անընդհատ շարունակելու ենք, մինչև արդյունքի հասնենք։ Մինչ այս պահը փրկարար ծառայության եւ ոստիկանության մեծաթիվ ուժերը ներգրաված եղել որոնողական աշխատանքներին, շուրջ 700 փրկարար ծառայողներ, շուրջ 300 ոստիկանական ծառայողներ, այս պահի դրությամբ էլ 300 փրկարար ծառայողներ եւ մոտ 100 ոստիկաններ միջոցառումներ են ձեռնարկել։ Ջրասուզակը օրվա ընթացքում պարբերաբար սուզվում է եւ որոնողական աշխատանքները նաեւ ջրասուզակների միջոցով են իրականացվում, նաեւ ջրամբարում են իրականացվում որոնողական աշխատանքներ, ինչպես նշեցի, գետի ամբողջ երկայնքով, նաեւ հարակից տարածքներում։ Մեր կողմից էլ կխնդրենք, որպեսզի չճշտված տեղեկություններ չհրապարակեն, անհարկի որևէ խոճապային տրամադրություններ կամ այլ չճշտված տեղեկություններով էմոցիաներ չխաղալ։